Մենք մինչև հիմա Միացյալ Նահանգները Նիկոլ Փաշինյանը Կոլումբոսը չի նոր չի հայտնաբերի Ամերիկան։ Դա շուտվանից կա էլի այդ պետությունը ավելի շուտ է, քան Հայաստանի կազմավորված Հայաստանի Հանրապետությունը, չէ՞։ Ու առաջին օրից մեր անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները առաջիններից մեկն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը։ Առաջի դեսպանությունը, որ Երևանում բացվել անկախությունից հետո, դա Միացյալ Նահանգների դեսպանությունն է։ Մեր համագործակցությունը երկկողմ առումով հասել է դրան, որ նախ Միացյալ Նահանգները եղել է համանախագահող երկրներից մեկը, այսինքն մեր համար ունեցել է չափազանց կարևոր քաղաքական նշանակություն եւ մենք գնահատել ենք այդ դերը։ Բարեկամական են եղել մշտապես մեր հարաբերությունները։ Միացյալ Նահանգները բանաձև անդուն է, լինելով համանախագահող երկիր, որով հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ագրեսոր կողմը ճանաչի Ադրբեջանին։ Այդ 907 բանաձևը ինչի մասին է։ 907 բանաձևը դրա մասին է, որ Միացյալ Նահանգները չպետք է Ադրբեջանի հետ ունենա ռազմատեխնիկական համագործակցություն, որովհետև Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Արցախի նկատմամբ։ Դա Միացյալ Նահանգներն են կայացրել, որ Միացյալ Նահանգներն են պետությունն է, որը կազմված է 50 նահանգից, որի գերակշիռ մասը, եթե չեմ սխալվում, 46 թե 47 նահանգ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, չասեմ, որ Միացյալ Նահանգները ինքն է հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություն, դա հարաբերությունների արդյունք է, չէ՞։ Միացյալ Նահանգների հետ Հայաստանը մինչև հիմա ունեցել է ռազմատեխնիկական համագործակցություն, ընդ որում կոնկրետ ուղղությամբ, ինչքան որ ինձ հայտնի է, մեր հատկապես ականազերծման, քաղաքացիական ականազերծման այդ գործընթացում մեր զինված ուժերի կարողությունները հիմնականում ստեղծվել, զարգացել, ամրապնդվել են Միացյալ Նահանգների հետ ռազմատեխնիկական համագործակցության արդյունքում։ Մեր սպաները ընդեղ են վերապատրաստում անց այդ Տեխասի նահանգի գվարդիայի հետ այդ համագործակցությունից Սուրեն Պապիկյանը չի դրա հիմնադիրը։ Միացյալ Նահանգների հետ մենք նաև ուղիղ ռազմական աջակցություն է ցուցաբերել Արցախին, ասենք աշխարհում քանի տենց երկիր կա, որ Արցախին ուղիղ ֆինանսական աջակցություն տրամադրել։ Դա եղել է Միացյալ Նահանգները, չեմ ասում Հայաստան համահայկական հիմնադրամը ամեն տարի, որ մարաթոներ անում փող էր հավաքում, բերում ծախսում էր Հայաստանում, Արցախում։ Այդ փողի մեծ մասը որտեղ է։ Իհարկե մինչև հիմա ամենամեծ բարերարը, գիտեք, չէ՞ ով է Հայաստան համահայկական, Սամվել Կարապետյանը։ Բայց ասենք հիմնական գումարը, որ որպես մարաթոնի ընթացքում հավաքագրվում էր, դա Միացյալ Նահանգներում կազմակերպող այդ մարաթոնի ընթացքում էր հավաքել։ Էլ չեմ ասում Քրքորյան ազգային հերոս, որը հարյուրավոր միլիոնավոր դոլարների ծրագրեր է իրական։ Ասենք եթե Միացյալ Նահանգների կառավարությունը բացասական վերաբերմունք ունենար, նա կթողներ իր քաղաքացի խոշոր գործարին Հայաստանում, նա ոչ միայն թույլատրել է, այլ այդ ծրագրերը համարվել են բարեգործական եւ այնտեղ ազատվել են հարկերից։ Այսինքն դա ըստ էության Քրքորյանի միջոցով իրականացվել է Միացյալ Նահանգների ուղիղ ֆինանսական աջակցությունը, ել չեմ ասում USAID-ին, որը անցած տարի փակվեց։ USAID-ին Հայաստանի անկախության շրջանում հարյուրավոր միլիոնավորների է հասել իրանց աջակցության, տեխնիկական աջակցության, մարդասիրական ծրագրերը, որոնք դրա։ Իսկ USAID-ին դա Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ուղիղ ֆինանսական աջակցությունն է եղել Հայաստանի կառավարության։ Դրա հարյուրավոր միլիոնավոր, այս ամեն ինչ ինչի մասին է խոսում։ Բարձր մակարդակի երկկողմ քաղաքական, տնտեսական, այլ ոլորտներում ռազմատեխնիկական համագործակցության մասին։